Պատիվա մեզ համար չէ, սուրճ չենք խմի, մի հատ կմտնենք, կտեսնենք ոնց եք, ինչ եք ասեմ, որ ես զովացի այգի եմ 44 օրյայի ու ձեր բանի մասնակցել եմ ես վերջում, որ եկել եք վերդի հա համետ առաջացել հարգանքների հավաստիքը Սա տղասել երեշտական հայրիկն է ինչա ձեր անունը Մանժելա ջան եկեք նստեք իմ խոնարհումը ձեր ամուսնու իմ խոնարհումը ձեր հետ ճանապարհով գա հետ մի հատ այդ նշանից տվ ու դե փոքրացակ տղա ունեք հա 9 տարեկան 8 տարեկան Ես մի հատ ձեր տանը նվիրենք հա սրանից Իսկ ինչով եք զբաղվում Ես մշակույթի տանն եմ աշխատում Որպես մեթոդիստ ֆիլմեք դպրոցում գործավար եմ աշխատում Շատ լավ իսկ աղջիկը Աղջիկս 12-րդ դասել Հա ինչ պլաններ ունեք բա Բժշկական ազանգնյա Ճիշտ է անում Դուք իմ քույրիկին էլ եք ճանաչում Արմինե Հարեյան քերսը չիկը ձեր հետ ուսանողական տարիներ հիմա Բելգիա հայրայզոյի տնօրեն Մակի Գրացենյակը Շատ լավ Արմինեն Արմենը Հարեյանները ես էլ եմ Հարեյան Եղավ շատ լավ բարև Դե նստեք մի բան իրացնենք Նստենք բայց չէ իրատեսական չէ որտեղ ժամանակի խնդիր ունենք նախ շնորհակալ ենք հրավերի համար իմ խոնարհումը ձեր ամուսնուն եւ ձեր առաջ շնորհակալ ենք ձեր համբերատարության համար շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար մեր ամբողջ նպատակն է նա որ մեր նահատակների զոհողությունը մենք վերացենք մի բանի որը կլինի ամենաարժանի հուշարձանը մեր զոհված եղբայրներին որ երեխեքը ապրեն խաղաղ ապահով բարեկեցիկ երկրում եւ մեր ամբողջ քաղաքականությունը ուղղված է դրան եւ շատ կարեւոր է որ մենք զգում ենք որ հասնում ենք այդ նպատակին Ես մի բանով եմ ուզում շնորհակալություն հայտնեմ ասած այցի ժամանակ էլ ձեր մոտ էսա ուղղակի չստացված ձեր զրույցը ձեր տիկնոջը զրուցեցին կանայք նկարվեցին որ մեծ ուշադրություն է դարձվում մեր երեխաների ուսումնակարգության առումով այդ ֆինանսական աջակցությունը, որ իրենք ամեն ինչից վերջ են մնում էլի, ասենք հնարավորություն ունեն կրթվելու ամեն տեղ վճարները, ամեն ինչը դուք իրենց ասել բան եք արել, թեկուզ այդ զինապարտության ֆոնդը էլի բավականին մեծ օգնություն է մեր համար։ Շատ լավ։ Գիտեք ինչ շատ ճիշտ ուղղություն է, որ մաքսիմալ կենտրոնանանք կրթության վրա, մաքսիմալ կրթության վրա։ Որտեւ մեր համոզմունքն է նա որ կրթությունն է որ բոլոր հարցերը լուծելու է եւ իհարկե հույս ունեմ որ պարապում եք եւ վստահ եղեք որ եթե իմանաք կընդունվեք հիմա ինձ ամենաշատը գիտեք ինչն է անհանգստացնում ես նամակներ եմ ստանում այսօր ավտոբուսի մեջից մի տենց նամակի պատասխանել եմ գրելա աղջիկա գրելա որ բժշկականն ավարտել եմ, ծանոթ չունեմ, որ ընդունվեմ աշխատանքի։ Ես իրան պատասխանել եմ հետևյալը, ասում եմ, վախենամ, եթե ձեր հույսը ծանոթն է, դուք լավ աշխատանք տենց էլ չգտնեք։ Ձեր հույսը պետքա ձեր պրոֆեսիոնալիզմը լինի, դուք լինեք։ Որովհետև այսօր աշխատանքի շուկան այնպեսին է, որ պրոֆեսիոնալ աշխատողի համար լավ աշխատող խնդրում են։ Ես բանում մինչև մեղրի ամուսնանալ է Երևանում հայ ժողովի գլխամասում իրավաբանների աշխատում Բանը ժամանակ Պատրիկ Լորենն է դա ամուսնանալուց հետո դե որ եկա հասա այստեղ միշտ ամուսնուս ասում ոսկի սարեր խոստացար իբր եկել է հետո գնայինք հետո ինձ ասաց ես քեզ չեմ խաբել ոսկի սարերով լիքը տվել եմ քեզ հետո այնքան սիրեցի մեղրին որ չուզեցա վերադառնամ ու այդ կրթության շնորհիվ որ ես կանգուն մնացի ու երեխաներս հիմա իմ պայքարը հիմնականում կրթությունն է կիրթ լինեմ որ կարողանամ մամայս որ ասում են պապաս էլ առաջի Արցախյան միազով է մամայս որ ասում էին ինչ պարտադիր է տանջվես ասում էր թող կիրթ մայր լինի հիմա իմ առաջնային նպատակը ես ամեն ինչի վրա կասեմ այնպես երեխաներս այդ կրթությունը մարդ մնա կրթություն ունենա դրանց ասենք շնորհակալ եմ նաև ձեզանից այդ որը ազգային ժողովի որոշումներից էլ եւ այն որ հովանավորում են աջակցում են հնարավորություն են տալիս մեր նման ընտանիքներին Շատ շնորհակալ ենք հրավերի համար մեծ պատիվ է այսօր Ինձ համար ձեր հարկի ներքո գտնվել, թույլ տվեք ձեր ձեռքը համբուրեմ եւ ձեզ էլ հաջողություն մաղթեմ։ Տղային էլ կհամբուրեք։ Ես ասի ձեր հետ ճանապարհին կգա երեշտական բանի է։ Լավ եղեք, կարող եմ էս էտա։ Չի ուզում տուն գա։ Լավ եղեք, դե ամենայն բարի։ Ես եմ շնորհակալ։